Այսօր ձեզ համար Աստվածածնին նվիրված հատվածը կընթերցեմ, բանձը հատվածն է, 481 էջ, Աստվածածնի դերը միշտ կարևոր է եղել քրիստոնեական եկեղեցիներում, նույնիսկ եթե տեսնենք խորանում կնկատենք, որ Քրիստոսը Աստվածածնի գրկում է գտնվում, այսինքն Մանուկ Հիսուսը Աստվածածնի գրկում է գտնվում, ևս մեկ անգամ կարևորվում է Աստվածածնի դերը, ինչով է կարևոր, ահա կույսը պիտի հղանա և մի մանուկ պետք է ծնի և նրա անունը Էմանուել պետք է լինի, որ նշանակում է Աստված մեզ հետ է, իրականում ինչքան մաքուր պետք է լիներ Աստվածածինը, որ Քրիստոսի նման հրաշքը իրանից գար աշխարհ, ինչքան մաքուր հոգի պետք է լիներ, ու նաև ասում է, որ շատ բարի էր, լավն էր, ու հետո եթե ինքը նույնիսկ վատն է լիներ, Քրիստոս իր մեջով որ անցներ իրենից որ ծնվեր, հաստատ ինքը լավն էր դառնալու, որովհետև այլ տարբերակ չկար։ Կաթոլիկ եկեղեցին էլ է շատ կարևորում Աստվածածնի դերը։ Նարեկացին այնպես է նկարագրում Աստվածածնին, որ առնվազն պետք է տեսած լիներ իրեն։ Ու Աստվածածնի գեղեցկությունը նկարագրելով կանացի գեղեցկությունն է հաճախ նաև նկարագրում։ Ամբողջությամբ կկարդամ, հետո առանձին բաներ կվերելուծեմ ձեզ համար։ Ահա ենթարկված այսքան անողորմ, դառն ու սրտաբեկ հուսահատության և աստվածային սամրկեցուցիչ բարկության ահեղ, թախծագին հոգով իսպար տագնապած, աղաչում եմ քեզ Սուրբ Աստվածածին, ով մարդ հրեշտակ ու մարմնատեսի լամբիցքերով բե, երկնի թագուի անխառն ինչպես օդ, մաքուր ինչպես լույս, անեղծ երկնաճե Մարուսյակի պես, անապակությամբ գերազանց անկող սրբություններից, առատախոստում երանության վայր շնչավոր Եդեմ, բոցեղեն սրով պաշտպանված կենաց անմահության ծառ, հովանավորված զորացած բարձրյալ Արարչի ձեռքով, հանգստության փոքր շնորհազարդված և մաքրագործված, հարդարված որպես տաղավար որդուց սուրբ բնակությամբ, անախտ մաքրությամբ հանդերձ գթասիրտ, անբիծ սրբությամբ հանդերձ բարեխոս ու խնամակալ, ընդունիր մաղթանքն այս աղերսական քեզ դավանողիս, խառնելով մեծիդ նվիրած նախկին ներբողներիս հետ, մատուցիր որպես պաղատանքը քո, միավորիր և հյուսիր ծեծանքն իմ դառնակսկից աղերսանքներին քո երանելի ու նվիրական, ով կենաց պտղի օրնաբանված տունգ, որ ապավինած քո սուրբ մայրության և լուսազարդված միշտ աջակցություն, բարեգործություն գտած քեզանից ապրեմ միածին Քրիստոս որդուդ ու Տիրոջ համար, օգնիր թևավոր քո աղոթքներով, ով խոստովանված մայր կենդանության, որ այս աշխարհի հովտից դուրս գալիս, առանց տանջանքի մեկնեմ դեպի կյանք, դեպի պատրաստած օթևաններդ, որպեսզի թեթև լինի վախճան անօրենությամբ ծանրաբեռնվածիս, օրն հոգեվարքի դարձրի ինձ համար մի տոն ցնծության, ցավազերծողդ երկունքն Եվայի, խնդրիր աղաչիր և բարեխոսիր, քանզի անպատում մաքրության անդամ հավատացած եմ խոսքդ կընդունվի, արցունքով օգնիր ինձ վտանգվածից գովյալդ կանանց մեջ, ծնրադիր խնդրիր հաշտությանս համար ծնողդ Աստծո, հոգացու եղիր թշվարիս հանդեպ խորան բարձրյալի, ձեռք դուր ընկածիս երկնային տաճար, փառավորիր քո որդուն քեզանով, Աստվածորեն ինձ հրաշագործել, տալով քավություն և ողորմություն, ով դու Աստծո ախին ու մայր, թող փրկությունս ցույց տրվի քեզնով, և քո պատիվը ինձնով բարձրանա, եթե գտնես ինձ նորից Տիրամայր, եթե ողորմես անեղծ սրբուհի, թե կորուսյալի շահես անարատ, եթե խրտնածիս հոգաս երջանիկ, թե առաջ տանես ամոթ հարիսով բարեշնոր, եթե միջնորդես հուսահատվածիս համար միշտ սուրբ կույս, եթե մերժվածիս ընտանես նես մեծարյալդ Աստծո, եթե ցույց տաս ինձ գթածությունդ լուծիչը տանեցքի, եթե ամոքես ուզվածիս հանգիստ, եթե ազատես այս ալեխորով վարանումներից ով խաղարարար, եթե ճար գտնես գայթածիս գովյալ, եթե ինձ համար մտնես ասպարեզ մավան նահանջիչ, թե անուշացնես դառնություններն իմ համակ քաղցրություն, եթե բաժանման խոչընդոտները քանդես հաշտարար, եթե սրբես ինձ անմաքրությունից եղծման ընթոտնիչ, եթե փրկես ինձ մատվածիս մավանով կենդանի լույս, թե ձայնը լացիս կտրես բերկրություն, թե խորտակվածիս կազդուրես նորից կենսապար քևդեղ, թե կործանվածիս նայես հոգելից, եթե ընդունես ինձ ողորմությամբ նվիրալ կտակ, օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերով, ահա մի կաթիլ կուսական կաթիլ մեջս անձրևելով կյանք է տալիս ինձ, ով մայրդ բարձրյալ Տիրոջ Հիսուսի, Արարչի երկնի և համային երկրի, որ ինձ ընեցիր դու անճառորեն բովանդակ մարմնով ու ամաբոլորիր աստվածությամբ, որ փառավորն է հորդ սուրբ հոգով կապված էությամբ և անկնությամբ մեր բնության հետ, որն ամենայն է և ամեն ինչում որպես մեկը սուրբ երրորդությունից, նրան վայել է փառք հավիտենից հավիտյանս ամեն։ Նախ այստեղ ասում է, որ դու ի սկզբանե Քրիստոսին Աստված ծնեցիր։ Մարդիկ կան, որ ասում են Հիսուսը Աստված չէր, մարդ էր, հետո նոր Աստված իջավ իր մեջ, կամ Աստվածային հայտնվեց։ Նարեկացին ասում է, չէ, դու ի սկզբանե Աստված ծնեցիր։
Աստված Աստծոց, հավատամքի մեջ էլ այսպես ասվում։ Նախ կույս Մարիամին շատ տարբեր ձևով են նկարագրում, նույնիսկ ասում են, որ նա էլ է սուրբ ձևով ծնվել։ Նարեկացին ասում է, ինչպես որ Քրիստոս ադամական մեղքը վերացվեց, դու էլ Եվայի մեղքը վերացրեցիր, այսինքն մաքրեցիր արգանդը Եվայի, որ Քրիստոս քեզանից ծնվեց։ Նայեք ինչ ասում, դու շնչավոր Եդեմ ես, անմահության ծառն ես կենաց, այսինքն քեզանից միշտ լույս է գալիս, քեզանից շնորհներ է գալիս, քեզանից ուժ ու էներգիա է գալի, դու կյանք տվող ես, ոչ թե կյանք վերցնող։ Միշտ սուրբ կույս, վարկածներ կա, որ Մարիամը կույս չի եղել կամ հետո երեխաներ ունեցել, ասում եմ միշտ սուրբ կույս ես, Նարեկացին այստեղ այդ աննշում կարևոր կերպով։ Ու հետո եկեղեցու հայրերից մեկնելով գրում էր այս մասին, որ կույսը պետք է հղանա, ինքը գրել էր կինը պետք է հղանա, որովհետև աբսուրդ էր իրեն թվում, կույսը ոնց կարա հղանա, հիմա էլ է, չէ, աբսուրդ է, բայց առավոտյան վեր եկածել եւ տեսել է, որ այդ հատվածը ոսկեգույնով նշված է, որ կույսը պետք է հղանա, ոչ թե կինը, հենց այդպես գրիր։ Այսպեսի հավատալիք եկա եւ ավանդույթ կա։